Վերջին զանգ հեռուստասերիալից հայտնի դերասանուհի Ռոզա Դավթյանը, ով հայտնի է իր անկեղծությամբ, շարունակում է հետևորդների հետ կիսվել անձնական կյանքի նոր ուշագրավ մանրամասներով։ Հիշեցնենք, որ ամիսներ առաջ ապրիլի 27-ին տեղի ունեցավ դերասանուհու հարսանեկան արարողությունը։ Օրվա ընտրությունը պատահական չէր, այն Ռոզայի լուսահոգի հոր տարեդարձի օրն էր, ինչն առանձնակի խորհուրդ եւ հուզականություն հաղորդեց տոնին։ Ամուսնությունից հետո Ռոզան հաճախ է հրապարակումներ անում ամուսնու ընտանիքի հետ անցկացրած առօրյայից, ցույց տալով թե ինչպես է սկեսրոջ հետ հաց թխում կամ ծառ տնկում, բարձր գնահատելով ընտանեկան միասնությունը։ Այս անգամ դերասանուհին կիսվել է իր առաջիկա ծրագրերով։ Գոգոյից եթե տեղ ենք դուրս գալու կսվամ, եթե չէ, ստանակս հավաքեմ։ Շոտ տոք այս հարթուկը չոտը։ Ինչը լավ է։ Ամսի 22-ին մենք գնալու ենք աղմալի համերգին։ Ուպայում։ Ուրեմն պետքա ամսի 17-ին հետ գայինք, բայց ես աղմալ եմ իրան ասում, ինքիմ համար աղմալա, չգիտեմ ճիշտ անունը ասելու ձևը ոնց է։ Երգերն եմ լսում, չգիտեմ, այդ իր կոնցերտների ատրևակները ամեն ինչ ես sense TikTok-ով էլ թերթելուց Instagram-ով էլ ֆիդում միշտ ես իրան հետևում եմ, ֆանատն եմ իր էմոցիաների, իր արտիստիզմի, իր իրական լինելու, իր այդ ոչ աստղային, չգիտեմ ինչ վիճակների, ես շատ եմ սիրում իրան։ Ու sense նայում եմ ասում եմ, ոյ, Երանի իր համերգներից լիներ գնայի, թեկուզ նայում եմ ասում եմ Մոսկվայում կամ չգիտեմ մոտ մեր Ուֆային մեզ մոտ միտեղ, որ գնայի, քանի ստեղ եմ, մեկ էլ կարդում եմ Ուֆա։ Ռոզան ուրախությամբ հայտնել է, որ մայիսի 3-ին նաև Հայաստանում է տեղի ունենալու սիրված երգչի համերգը, որին ինքը պատրաստվում է պարտադիր մասնակցել։ Անհամբեր սպասում եմ այդ օրվան, նշել է դերասանուհին, ընդգծելով, որ համերգը բաց թողնել չի կարելի։ Օրագիր Նյուզը շարունակում է ներկայացնել հայտնիների կյանքի հետաքրքիր դրվագները։ Մնացեք մեզ հետ։ Թամարա Քալանթարյան, Օրագիր Նյուզ։